Ողջույն սիրելի հետևորդներ, ես Հայկ Մարկոսյանն եմ, ելակ է տեղեկատվական գործակալության Լոս Անջելեսի գրասենյակում, այսօր հյուրընկալել եմ իմ վաղեմի բարեկամ, ընկեր Արիկ Շահումյանին, ողջույն Արիկ։ Ողջույն Հայկ ջան։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ, դու։ Լավ։ Դու բավական հաջողված գործարար ես։ Վերջի տարիների ընթացքում տասնյակ նախաձեռնություններ, տասնյակ պրոյեկտներ, որոնք որ յուրաքանչյուրը իր չափի եւ ձևի մեջ կարող ենք համարել հաջողված։ Կներկայացնես ինչով ես զբաղվում, ինչ, այսպես ասած, background ունես, որն է եղել քո սկիզբը եւ ինչու ես հայտնվել այսօր այն ոլորտում, որտեղ որ կաս։ Սիրով, ես ինքս արդեն կարելի ասել մոտ 20 տարի աշխատում եմ IT ոլորտում որպես project manager ու ներկայումս հենց այս պահին նաև աշխատում եմ գլխամասում Hyundai-ի Թորանսում որպես նախագծերի ղեկավար եւ Հայաստանից սկսած իմ բոլոր գործունեությունը միշտ կապված է եղել վերջի 20 տարիներին IT-ի հետ եւ կրթության հետ ու աշխատել եմ բազմաթիվ ընկերություններում Հայաստանում երբ որ զբաղվում ենք ունենք մեր ընկերությունը Շահումյան մեդիա ընկերությունը որը որ դեռևս 2009 թվականներին զբաղվում էր վեբկայքերի պատրաստմամբ, հավելվածների պատրաստմամբ ու գիտեք որ IT-ում միշտ խնդիր կա աշխատակիցների Ամենամեծ խնդիրը։ Ամենամեծ խնդիրներից մեկն էր ու լուծումներից մեկը եղավ, որ մենք որոշեցինք բացել մեր ուսումնական կենտրոնը, որտեղ որ դասավանդում էինք երիտասարդներին ու հետո նրանց ընդունում էինք մեր մոտ հենց գործի։ Ինչ որ մի պահ հետո այդ ուսումնական կենտրոնը սկսեց ավելի մեծանալ, քան թե բուն մեր ծրագրավորման բիզնեսը եւ կարող եմ ասել, որ մոտավորապես 10 տարիների ընթացքում ունեցել ենք 2000-ից ավել շրջանավարտ, որոնցից մոտավորապես 90%-ը ընդունվել են աշխատանքի։ Ես ինչ քո գործնեությանը հետևում եմ, դու ավելի շատ, այսպես ասած, ֆոկուս եղած աշխատում ես հենց երեխաների կրթական նախագծերի։ Այո։ Շուրջ Թումայան Toys եւ նոր նախաձեռնությունը, որի մասին ես ընդամենը 3 եմ տեղեկացրել, դա Siemens Stemen Castle, այսպես ասած, կենտրոնն է, որի համահիմնադիրներից մեկը դու ես հանդիսանում։ Այ ինչ եք անում։ Այն Թումայան Toys ծրագրավորում, project management, չափից շատ բազմակի, բայց միևնույն ժամանակ նույնքան հետաքրքիր։ Այո, մենք վերջերս բացել ենք STEM Castle ուսումնական կենտրոնը Գլենդելում, որը որ երեխաներին դասավանդում ենք ռոբոտաշինություն, ծրագրավորում, կավագործություն, տարբեր տիպի այնպիսի դասընթացներ, որտեղ որ իրանց հնարավորություն ենք տալիս երեխաներին, սկսած 4 տարեկանից, զարգացնել իրանց ձեռք ուղեղ կապը, զարգացնել մանր մոտորիկան, զարգացնել այն գաղափարը, որ օքեյ է սխալվելը։ Ես կարծում եմ, որ եթե երեխան չսխալվի, նա չի կարող սովորել նոր բաներ։ Կենտրոնը գործում է Գլենդելում, բացվել է անցած տարի օգոստոսին։ Արդեն իսկ ունենք բավականաչափ երեխաներ, որոնք որ ես հենց հիմա այնտեղից եմ գալիս ու շաբաթօրը մեր մոտ ամենաարժեքավոր օրերն է, որովհետև բոլոր ծնողներին հարմար է շաբաթօրերը բերել։ Բավականին բուրըն կերպով զարգանում է։ Ինչպես դու նշեցիր, մենք նաև ունենք կազմակերպություն, որը կոչվում է Թումանյան Toys, որը որ ներմուծում է Հայաստանից Ամերիկայի Միացյալ Նահանգներ, խաղալով եւ Ardibook բրենդների տարեր ունենք, քարտեզներ Հայաստանի մասին, այսինքն փորձում ենք նաև տեղացի Ամերիկայում բնակվող երեխաներին օգնել ճանաչել մայրենի լեզուն, սովորել մայրենի լեզուն, պատմությունը եւ ինչ որ մի փուլի հասկացանք, որ կոնկրետ Գլենդելում չկա մի նմանատիպ կենտրոն ուսումնական, որտեղ որ կմիավորվեն արվեստը, կմիավորվի IT-ն, տեխնոլոգիաները եւ այդ ամեն ինչը կարվի անենց, որ երեխաները ոչ միայն կսովորեն, այլ նաեւ իրար հետ կշփվեն, միատիպի մարդկանց կճանաչեն ու ձեռք կբերեն այնպիսի հմտություններ, որոնք որ սովորական դպրոցներում նրանք այդ հնարավորությունը չեն ստանում։ Գիտես, ձեր գործնեության մեջ միշտ նկատել եմ նաև չափից շատ հայրենասիրությունը, Հայաստանը սիրելու, հայրենիքի հետ կապված լինելու առանձնահատկությունը։ Նույն Թումայան Toys-ի ձեր բիզնեսի գաղափարի հիմքում էլ կարծես թե կա այդ ամենը՝ ինքնության պահպանություն, հայրենիքից դուրս, մասնավորապես Միացյալ Նահանգներում, ձեր գործնեությունը Գլենդելում եւ ոչ միայն։ Ինչ եք տալիս բացի այն հիմնական գիտելիքից, ինչի համար գալիս են ձեզ մոտ ոչ ֆորմալ տարբերակով, այն սերնդին, որը ծնվել կամ մեծանում է Միացյալ Նահանգներում, խոսքս հայերի մասին է։ Իմ երկու երեխաները ծնվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում ու իմ համար դա ոչ միայն բիզնես է, այլ նաև անձնական արտահայտվելա, որ երեխաները կարողանան ճանաչել իրենց հայրենիքը։ Ինձ մի օր աղջիկս մոտիկացավ ասեց. «Պապ, ես ամերիկացի եմ թե հայ»։ Ու այդ հարցը ինձ բավականաչափ հուզում է, որովհետև եթե երեխան արդեն այդ տարիքում 9 տարեկան հասակում տենց հարցեր է տալիս, նշանակում է, որ իր ուղեղը աշխատում է այդ ուղղությամբ։ Եվ մենք
ինչպես դու ճիշտ նկատեցիր, փորձում ենք ամեն ձևով այդ կապը ոչ միայն չկորցնել Հայաստանի հայրենիքի հետ, այլ հակառակ ամեն ձևով ամրապնդել, հասկանալ ոնց կարելի է ինչ միջոցներ ձեռնարկել, որպեսզի Ամերիկայում բնակվող երեխաները ունենան ինչ որ ձևով կապ հայրենիքի հետ, որը որ չի սահմանափակվում միայն ամառները գնալ, որպես տուրիստ պտտվել Հայաստանով, ճիշտ է, շատ կարևոր է, բայց ես մենք փորձում ենք ծրագրեր անենք դարձնել, որ իրանք ամբողջ տարվա ընթացքում այդ կապը լինի ու այդ հայրենար ճանաչությունը իրանց մոտ զարգանա ոչ միայն ստիպողաբար, որովհետև օրինակ ծնողները պարտադրում են իրանց տանը խոսալ միայն հայերեն կամ պարտադրում են դիտել հայկական ինչ որ կինոներ կամ գրքեր կարդալ, բայց դա լինի սիրով, լինի խաղի միջոցով, լինի դասընթացների միջոցով, որ երեխայի համար դա լինի ընկալելի եւ ոչ թե պարտադրողական։ Ինչքանով է դժվար աշխատել ծնողների հետ, ոչ երեխաների հետ։ Բավականին դժվար է, որովհետև հիմնականում այդ տարիքում, քանի որ մենք աշխատում ենք փոքր տարիքի երեխաների հետ, սկսած 4 տարեկանից, ավելի շատ ծնողներն են որոշում, թե իրենց երեխան ինչ պետք է սովորի, ոնց պետք է սովորի, բայց մենք կարողացել ենք այնպիսի մթնոլորտ ստեղծենք մեր կենտրոնում, որ ծնողները գալիս ու ասում են, գիտեք, սա երևի թե միակ դասընթացն է, որտեղ որ մենք իրանց զորով ոչ թե բերում ենք, այլ զորով դասընթացի ավարտից հետո տանում ենք տուն։ Ու կարծում դա այն ջերմ մթնոլորտն է, որ մենք կարողացել ենք ստեղծենք, որ ծնողները տեսնում են երեխային ինչպես է նա զարգանում ու շատ մի հատ կարևոր բան կա ծնողների համար, որ այսօրվա դարաշրջանում հեռախոսը դարձել է ծնողների համար առաջին թշնամին, չէ՞։ Մի երկար նայ YouTube վիդեոներ, մի երկար խաղա։ Մեր առաքելություններից մեկը ես կասեի, որ հեռախոսը թշնամուց դարձնել ընկեր, այսինքն որպես ինքը այդ հեռախոսով կարողանա ստեղծագործի, կարողանա զարգացնի իր ուղեղը, կարողանա հետագա իր աշխատանքներին համար արդեն նախորոք այս տարիքից սկսած ստանա գիտելիքներ եւ կարծում եմ, որ դա մեր մոտ ստացվում է, քանի որ բավականին շատ երեխաներ միշտ ունենում են խնդիրներ դասընթացից հետո մնալ, կարող եմ 5 րոպե ավել մնալ, կարող եմ 10 րոպե ավել մնալ, դա երևի ամենամեծ իմ համար գնահատականն է մեր աշխատանքի։ Անշուշտ նմանատիպ գնահատականների դեպքում ձեր կատարված աշխատանքի, այսպես ասած, արդյունքը շատ ավելի տեսանելի է դառնում, թեկուզ եւ ձեզ համար։ Բայց եկեք մի փոքր քայլ անենք եւ խոսենք այս ամենին որպես բիզնես արդեն։ Որպես գործարար անապ ներդրումներ են պահանջվում են ռեսուրսներ, որոնք որ պետք է ներդնել, զարգացնել եւ ինչու՞ չէ հասնել այն մակարդակի, որպեսզի շարունակականությունը կարողանա ապահովել։ Նախաձեռնել մեկնարկելը մեկ խնդիր է եւ բնականաբար այդ ամենը դինամիկ առողջ զարգացնելը մեկ ուրիշ խնդիր։ Ինչպես եք տեսնում այս ամենը որպես բիզնես ապագան եւ ինչ ռազմավարություն ունեք որդեգրած որպես գործարար, որպեսզի դա հասնի իր հաջողության այն նիշին, որի մասին դուք ի սկզբանե պատկերացրել եք կամ երազել։ Կենտրոնը STEM Castle դեռ բավականին երիտասարդ է, մոտ 6 ամսական է։ Կենտրոնը ստեղծել ենք ես եւ կինս եւ երկուսս էլ ունենք 9-ից 6 աշխատանք, աշխատում ենք որպես պրոյեկտ մենեջեր IT ընկերություններում ու դա մեզ օգնում է միշտ լինել ընթացքի մեջ, այսինքն մենք չենք ստեղծել մի կազմակերպություն, չենք ուզում ունենալ մի կազմակերպություն, որը որ կունենա հստակ կանոններ եւ այդ հստակ կանոններով առաջ կշարժվի, այլ փորձում ենք նորամուծություն մտցնել կրթական ոլորտում ու ամենակարևորը ես կասեի, շատ դեպքերում իմ կարծիքով սխալ կարծիք կա, որ դրսից Ամերիկային դիտարկում են, որ պետք է ամեն ինչ նայել ոնց է ստեղ արվում ու տանել հետ իրանց երկրներում անել։ Ես կասեի հակառակը, մենք բավականին չափ նոր մտքեր, նոր իդեաներ ենք ձեռք բերում նայելով Հայաստանի ուսումնական կենտրոններին, ոնց են իրանք այնտեղ անում եւ այդ փորձը ու այդ կրեատիվությունը նաեւ բերում ենք Միացյալ Նահանգներ ու կարծում եմ արդեն աշխարհը այնքան արագ է փոխվում, որ դու չես կարող կենտրոնանալ մենակ մի լոկալ տարբերակով, այլ պետք է համաշխարհային տենդենսներին հետևես ու համաշխարհային նորամուծություններ կարողանաս ունենալ։ Որպես բիզնես, այս փուլում մենք ավելի շատ իրան դիտարկում ենք որպես դեռ փոքր երեխա, որը որ մեծանում է ու որին որ մենք չենք հստակ ուղղորդում, հստակ կանոնների մեջ չենք դնում, այլ փորձում ենք տեսնել, թե ինչ տիպի ֆիդբեք կստանանք թե ծնողներից, թե երեխաներից ու ըստ այդ ստացած արձագանքների նաև ամեն օր փոփոխություններ ենք մտցնում, թե մեր կրթական process-ների մեջ, թե մեր դասացուցակի մեջ, թե մեր երեխաների հետ աշխատելու մեջ։ Այսինքն ինքը ամեն օր փոփոխվող բիզնես է, այսպես դա շատ դժվար է, որովհետև դժվար է մի բան կառավարել, որը շատ շուտ է փոխվում, բայց ինչպես գիտես, այսօրվա դարաշրջանում ամեն ինչը շատ արագ է,
փոխվում ու դու չես կարող ունենալ մի կոնցեպտ, որը որ համոզված կլինես, որ հետագա 10 տարին կաշխատի։ Դրա համար մենք փորձում ենք լինել շատ ճկուն ու շատ արագ, երբ որ ստանում ենք արձագանք ծնողներից եւ երեխաներից, փորձում ենք այդ արձագանքը իրականացնել մեր մոտ, փորձել ու մենք ինքներս ենք նաեւ սխալվում ու այդ սխալների վրա նորից կառուցում ինչ որ մի հատ նոր մոտեցում։ Լավ, այս դեպքում ինչպես է ընտրում մասնագետներին, ովքեր են այն անձիկ, այն անհատները, ովքեր որ աշխատանք են տանում երեխաների հետ, չափից շատ պատասխանատու մոտեցում է ընտրել այնպիսի անհատի, ով կկարողանա իրականում տալ երեխային այն անհրաժեշտ գիտելիքը եւ մոտիվացնել կապվել կենտրոնի հետ, որպեսզի այդ ամենը եւ զարգանա եւ երեխան ստանա համապատասխան գիտելիքն ու տարիների ընթացքում նաեւ կուտակի փորձը այս ամենի համար։ Շատ դժվար։ Հիմնական խնդիրներից կասեի աշխատակիցներ գտնելն է, որտեվ քանի որ մեր երեխաների մի մասը հայեր են, մի մասը ամերիկացիներ, մի մասը կորեացիներ են, տարբեր ազգեր ունենք եւ դասընթացը հիմնականում վարում ենք անգլերենով, բայց նաեւ ունենք դասատուներ, որոնք որ հայեր են, ստեղ աշխատող ու մենք իրանց փորձում ենք թրեյն անել առանձին, մենք իրանց տալիս ենք դասընթացներ, մեր պատկերացրած դասընթացները, աշխատում ենք իրանց հետ, որ իրանք նաև կազմավորվեն որպես մասնագետ, բավականին չափ դժվար է գտնել այն տիպի մարդիկ, որոնք որ կունենան փորձ թե ծրագրավորման ոլորտում, թե ռոբոտիկայում, թե երեխաների հետ աշխատանք, ու քանի որ մեր կենտրոնը նաև ունի հատուկ ուղղություն, երևի թե չեմ սխալվի ասեմ, որ STEM Castle-ը այսօրվա դրությամբ թե Glendale-ում, թե մոտակա տարածքներում միակ կենտրոնն է, որ ունի հատուկ ծրագրեր մշակված աուտիստիկ երեխաների համար, որոնք որ արբերվում են բավականաչափ սովորական ծրագրերից, որ մենք ունենք, թե իրանց երկարությամբ ու թե դասատուների կրթությամբ, ու մենք մեր դասատուներին հատուկ տրեյնինգներ ենք անում, ոնց աշխատեն այն երեխաների հետ, որոնք որ գտնվում են աուտիստիկ սպեկտրի վրա։ Այս դեպքում ոլորտը կարգավորվում է հատուկ օրենքներով, թե ոչ։ Լիցենզիայի անհրաժեշտություն առաջացել է, թե չի առաջացել, այսինքն գործնական կազմակերպման համար ինչ մարտահրավերներ կան։ Կան որոշ լիցենզիաներ, որոնք որ հատուկ չեն կոնկրետ նմանատիպ աշխատանքի համար, բայց դա ավելի շատ մենք որպես բիզնեսի հիմնադիրներ, մենք գտնում ենք, որ մեր դասատուները պետք է ունենան հատուկ կրթություն, պետք է անցնեն հատուկ տրեյնինգներ, որպեսզի կարողանան ճիշտ ձևով մատուցել, որովհետև ամենադժվար բաներից մեկն է դա ստալ իմ կարծիքով, շատ մարդիկ եմ ճանաչում, որոնք որ շատ հստակ գիտեն իրենց մասնագիտությունը, բայց չեն կարողանում այդ մասնագիտությունը փոխանցել ուրիշներին։ Դրա համար գտնել մարդ, որը որ համ լավ մասնագետ է, համ կարողանում այդ իր կրթությունը, իր գիտելիքները փոխանցի, բավականին դժվար է։ Ու հատկապես որ մեր մոտ մի հատ օրենք կա, որ բոլոր դասատուները պետք է լինեն գործող մասնագետներ, այսինքն մենք փորձում ենք գտնել, դա դեռ գալիս է Շահումյան մեդիա ուսումնական կենտրոնից, որ մեր ցանկացած դասատու պարտադիր պետք է լինի գործող մասնագետ, այսինքն ինքը պետք է ունենա իր աշխատանքը եւ աշխատանքից հետո գա դաստա, որպեսզի իր գիտելիքները լինեն up to date, այսինքն չլինի հնացված գիտելիք տալ։ Հետաքրքիր իրականում մոտեցում ունեք բիզնեսի կազմակերպման տեսանկյունից, կարելի ասել դա դեռևս բիզնես էլ չի իր հերթին, այսպես հոգատար մի անկյուն է երեխաների համար, առավելևս երբ որ նշեցիք, որ աուտիստիկ երեխաների համար ունեք հատուկ ծրագրեր։ Այ ինչպես կարող են մարդիկ դիմել ձեզ, ինչ է հարկավոր դրա համար, waiting list, այսինքն սպասման ցուցակ, վճար, ինչ ձևով է կազմակերպվում, ինչ տարբերակով է հնարավոր դիմել եւ երեխային ընդգրկել ծրագրերում։ Դիմել բավականին հեշտ է, կարող են զանգարել մեր հեռախոսահամարով 818-888-8484 կամ այցելել մեր վեբկայքը stemcastle.com եւ իհարկե Instagram-ում stemcastle հետևեն։ Չունենք waiting list հատուկ այդպեսին, մեր առաջին դասը անվճար է ցանկացած երեխայի համար, այսինքն մենք հատուկ այնպես ենք կազմակերպել, որպեսզի ծնողը նախորդ ստիպված չլինի մի քանի ամսվա համար վճարել, հետո տեսնել դուրը գալիս է թե չէ։ Ցանկացած երեխա, ցանկացած ծնող կարող է զանգարել մեզ, այցելել մեզ, կազմակերպենք առաջին անվճար դասը ու դրանից հետո իրանք հասկանան դա իրանց համար հարմար է թե չէ։ Աշխատում ենք պետական ծրագրերի հետ աուտիստիկ երեխաների համար, regional center-ի հետ ենք աշխատում, որ փորձում ենք որպեսզի հնարավորինս ֆինանսավորումը այդ կենտրոնը վերցնի իր վրա եւ որպեսզի ծնողները հնարավորինս ավելի քիչ գումար ծախսեն, որտեղ բավականին չափ գումարները մեծ են կրթական ծրագրերի Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ ինչպես նշեցի, գրանցվելը շատ հեշտ է, պարզապես կարող են զանգարել
մեզ եւ երեխայի տվյալները տան եւ այցելեն մեզ։ Եվս մեկ անգամ կասեք, ինչ տարիքից հնարավոր է երեխային գրանցել, ինչ տարիքային խմբերի համար են նախատեսված այդ ամենը։ Մեր մոտ դասընթացները սկսում են 4 տարեկան երեխաներից եւ մինչեւ ունենք այս պահին 23 տարեկան շատ հիասքանչ աղջիկ, որը որ սովորում է կավագործություն, այսինքն 4+։ Գլենդելում որ հատվածում է գտնվում եւ ինչպես գտնել ձեր այսպես ասած կենտրոնը։ Կարելի ասել գտնվում ենք Գլենդելի սրտում, Բրոդվեյ եւ Արցախ փողոցների խաչմերուկներում։ Կուզենայի մի բան ասել ծնողներին, այսօրվա դարում շատ լսում են, որ արհեստական բանականությունը մոտակա տարիներին բոլոր տիպի աշխատանքները վերացնելու է, բայց որպեսզի երեխան կարողանա գտնել իրան իր ապագա կյանքում, խորհուրդ կտամ զբաղվել երեխայի կրթությամբ հիմա։ Մեծ մաս ուշադրություն դարձնեն տեխնոլոգիական կրթությանը, որովհետև երեխաներին դա ավելի հեշտ է տրվում ու իրանք կունենան շատ ավելի պայծառ ապագա, եթե փոքր տարիքից կարողանան ստանալ ճիշտ կրթություն, տեխնոլոգիական կրթություն, կրեատիվ կրթություն, որը որ երբևիցե չի վերանալու այս աշխարհից, որովհետև դա հենց այն հմտություններն են, որոնք որ մարդուն տարբերում են ռոբոտներից եւ արհեստական բանականությունից։ Դրանց որ կուզենամ, որպեսզի ծնողները չկարծեն, որ իրանց երեխաներին պետք չի կրթություն, այլ հակառակը էլ ավելի շատ զբաղվեն իրանց երեխաների կրթությամբ ու շատ փոքր տարիքից։ Շնորհակալություն Հարիկ, շնորհակալություն իմ հրավերը ընդունելու համար, հերթական անգամ քո հետաքրքիր եւ բովանդակալի, այսպես ասած, նոր նախաձեռնության մասին պատմելու եւ ներկայացնելու համար։ Շնորհակալ եմ, հուսամ մենք առիթ կունենանք ապագայում այցելել ձեր կենտրոն կամ տեսնել, ծանոթանալ այն բոլոր հաջողություններին, որոնք որ դուք կգրանցեք այս առաջիկա Ես եմ շնորհակալ Հայկ ջան, խնդրեմ համեցեք մեր կենտրոն։ Ես կցույց տամ ձեզ բոլոր մեր երիտասարդ թե դասատներին եւ թե երեխաներին եւ մաղթում հաջողություններ ձեզ։